Արցախից հետո, երբ որ Վազգենը Արցախն ազատեց, հոկտեմբերի 27 եղավ, դուք չեք հիշում ինչ եղավ։ Հիշում եմ, իհարկե հիշում եմ։ Ես սրտի մեջ ցավով ենք հիշում։ Դե սրտի մեջ ցավով որ հիշում եք, ինչ եք ասում Արցախը ազատալ, ի՞նչն եք ինձ։ Չէ՞ ազատագրել Արցախ, պարոն Սարգսյան։ Լսեք, Արցախն ազատագրելուց հետո Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը անընդհատ պայքարել է, անընդհատ։ Պիտի դուք այդ շատ լավ հիշեք, դրանից հետո ինչ եղավ։ Ավելի շատ գեներալներ տվեցին, քան կային լեյտենանտներ։ Այդ գեներալները սկսեցին արդեն, չգիտեմ, շատ թանկարժեք մեքենաներով ման գալ։ Հետո այդ գեներալները ու պետական պաշտոնյաները սկսեցին 1000 քառակուսիմետրանոց տներ ունենալ։ Հետո դրանից ավելի բարձր պաշտոնյաները սկսեցին նույն, չգիտեմ, մանումենտում հյուրանոցներ ունենալ։ Հետո սկսեցին 5000 դրամով քվե առնել։ Անգամ բան էին անում, ստուգում էին անցկացնում։ Իսկ հիմի դատարաններում են, այո, այդ բանը անօրինական գույքի բանով դատարաններում չեն, այսօր դատարանում չի առաջին, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը։ Իսկ դուք ինչ եք ուզում անեք, դուք ուզում եք որ իրենց դատեն։ Դրական ակտ չկա։ Գիտեք, ես դատավոր չեմ։ Մեղադրական ակտ չկա, պիտի դատարանում այդ մարդիկ ունենան հնարավորություն փաստաբան ունենալու իրանց իրավունքները պաշտպանելու։ Կարանում են պաշտպանել, չեն դատվել։ Դատախազներն այսօր ավելի թույլ են, քան են փաստաբաններ, ովքեր աշխատում են իրենց համար։